Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, այսօր տաղավարում հյուրընկալել եմ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ Տիգրան Աբրահամյանին։ Պարոն Աբրահամյան, շնորհակալ եմ հրավերը ընդունելու համար եւ սկսենք միանգամից խորհրդարանական գործունեությունից դուրս ինչով եք զբաղվում դուք եւ ինչով է զբաղվում Հանրապետական կուսակցությունը։ Հանրապետական կուսակցությունը իշխանությունը կորցնելուց հետո արդեն մի անգամ 18-21 թվականին որպես արտախորհրդարանական ուժ իր գործունեությունը ծավալել է բավականին ակտիվ։ Հիմա այս շրջափուլում էլ խորքից է գործում, ոչ որպես խորհրդարանական ուժ, եւ դա մեծ առումով պայքարի կամքի եւ ուժի վրա որևէ ազդեցություն չի թողել։ Ես էլ որպես կուսակցության գործադիր մարմնի անդամ, բնականաբար իմ կուսակցության գործունեությունը շարունակել եւ շարունակելու եմ, քանի որ այն նպատակները, որոնք դրված են եղել կուսակցության առաջ, դրված են եղել մեր հասարակության առաջ, դրանք չեն հանգուցալուծվել եւ առնվազն այդքան ժամանակ դեռ անելիք կա քաղաքական դաշտում։ Պարոն Աբրահամյան, խորհրդարանի նիստը մեկնարկել է եւ չի ավարտվում։ Կարծեք թե պատմության մեջ ամենաերկարատև նիստերն են, որոնք դեռևս ավարտել, կարծեք թե չի նշмарվում։ Հետևում եք այդ աշխատանքներին, մեկ եւ երկրորդ, արդյոք խորհրդարանական գործիքակազմը բավարար է երկրում ինչ որ բան փոխելու համար կամ քաղաքական իշխանություն փոխելու համար։ Ձեր փորձը, հետևությունները հիմա հետ հայացքով ավելի ռեալ դատողությունները ինչ են ասում։ Նախ հիմա խորհրդարանական ուժերից մեկը ուժեղ Հայաստան նոր առաջին անգամ է ներկայացված առասարակ քաղաքական դաշտում նոր ուժ է եւ ինչպես նախորդ խորհրդարանի դեպքում եղել է սկզբնական շրջանում հետախուզական մարտեր են ընթանում, կողմերը միմյանց ճանաչում են, որովհետև մեկ բան է, երբ որ մարդուն տեսնում ես էկրանին, սոցիալական ցանցերում, որևէ տեղ ճեպազրույց տալուց, լրիվ այլ բան է խորհրդարանական հարթակում, որտեղ լարվածությունը, ճնշումները շատ ավելի մեծ են։ Հիմա այս փուլը այդ հետախուզական մարտերի փուլն է, որը կարծում եմ որոշակի փուլում ամեն դեպքում տրանսֆորմացիա կենթարկվի։ Ինչ վերաբերում է խորհրդարանին, ապա հատկապես մեր նման երկրների պայմաններում, երբ որ ըստ էության բռնատիրությանը հատուկ ռեժիմ է հաստատված, բնականաբար միայն խորհրդարանական աշխատանքի վրա ակնկալիք ունենալը եւ դրանով իսկ փոփոխություն ակնկալելը որևէ ձևով չի կարող լինել։ Ես չգիտեմ անդիմադիր խորհրդարանական ուժերը իրենց առաջ ինչ խնդիր են դրել, բայց եթե հոգու խորքում ներսում կուլիսների հետևում նրանց նպատակը մինչև 31 թվական գնալն է եւ հաջորդ ընտրություններին մեր հանրությանը իրենց ուժը, պոտենցիալը եւ պրագմատիզմը ցույց դնելն է եւ դրանով հաջողություն ապահովելն է, ապա միանգամից ասեմ, որ դա չի ստացվելու։ Ինչու՞։ Որովհետեւ նախ գործող իշխանությունը ցույց է տվել, որ դասական իմաստով քաղաքական կամ քաղաքագիտական առումով պրոցեսներ, գործընթացներ մեր երկրում տեղի չեն ունենում։ Հենց վերջին ընտրություններում Բարգավաճ Հայաստան կուսակցության հետ տեղի ունեցածը ըստ էության ցույց տվեց, որ իշխանությունը ցանկացած պահի բոլոր միջոցներով պատրաստ է փակել այն ուժերի ճանապարհը, որոնք իրար համար որևէ առումով կարող են խնդիր առաջադրել, իսկ Բարգավաճ Հայաստանի մուտքը խորհրդարան բնականաբար իր դասավորությունը էականորեն փոխելու էր, չնայած իշխանությանը որոշակի առումով մեծամասնություն տալու էր, բայց խաղը ըստ էության փոխելու էր։ Եվ իշխանությունը ցույց է տվել, թե ինչպես Բարգավաճ Հայաստանի դեպքում, այնպես էլ դրան նախորդած ժամանակահատվածում բոլոր հնարավոր նաև ապօրինի միջոցներով աշխատում անդիմադիր ուժերի դեմ թույլ չտալու նրանց որևէ ձևով հաջողության հասնելու հնարավորությունը։ Հենց մենակ այն հանգամանքը, որ բազմաթիվ մարդիկ նույնիսկ միջև ընտրությունները թիրախավորվում էին, եւ դա քաղաքական թիրախավորում չէր, տարբեր մարդիկ կալանավորվում էին, անհավասար դաշտ էր ստեղծված ընտրությունների մասնակից ուժերի համար, դեռ չեմ խոսում պետական ողջ ռեսուրսը աշխատում էր մեկ մարդու համար եւ այստեղ խոսել այս պայմաններում ընտրություններում հաջողություն հասնելու հնարավորության մասին, այսինքն միայն խորհրդարանական ձևաչափի մեջ, բնականաբար դրանք որևէ ձևի ընկալելի չեն։ Առանց խորհրդարանի եւ փողոցի ուժերի, խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերի համատեղ գործունեության ծավալման
որևէ process մեր երկրում տեղի չունենալու։ Մի օր մեկը լավ ելույթ կունենա, մի օր ծեսկարտուկի ժամանակ այս մեկը աշկի կգնի, մյուսը կգնի, մեկը մրցավազքի մեջ կմտնի լավ իրավորելու առումով եւ այլն, բայց դրանից ոչ քաղաքացու կյանքը կփոխվի, ոչ էլ առավել եւս քաղաքական գործընթացների բնույթը։ Փաշինյանը այս 8 տարիների ընթացքում արել է, հիմա շարունակում է իր վտանգավոր խաղը, որի վտանգավորության ամենամեծ աշխարհը ոչ միայն մարդկանց ազատությունից զրկելն է, քաղաքական ընդդիմախոսներին մեկուսացնելն է, այլ մեր պետության, պետականության համար խնդիրներ ստեղծելը։ Ես այսօր էլ համոզված եմ, որ այն ընդդիմադիր գործիչները, ովքեր այս իշխանության ռեպրեսիայի զորն են դարձել կամ թիրախն են դարձել, այդ մարդիկ այս պահին ոչ թե մտածում են իրենց ունեցվածքի կամ իրենց մասին, այլ այդ մարդիկ գիտակցում են, որ իրենց խաղից հանելով այս իշխանությունը նոր ճանապարհ է բացում նոր զիջումների համար, Հայաստանի Հանրապետության շահերը սակարկման դնելու համար, եւ սա իրավիճակի ամենավտանգավոր ուղղությունն է։ Դրան հակակշիռը ունի իշխանությունը եւ դա իր ստացած քվեներն են։ Հիմա եթե գաղափարական առումով մենք նայում ենք այդ բախումները, մի կողմից մեղադրանքներ են, որ իշխանությունն անում է վատ բաներ եւ չի սպասարկում Հայաստանի Հանրապետության շահը, ոմանք վկայակոչում են տարբեր երկրների նախագահների եւ ասում են, որ այդ շահն է սպասարկում, բայց իշխանությունը վերցնում է այդ խաղաքարտը եւ ասում, տեսեք, մեզ ընտրել են։ Չնայած այս խորհրդարանական ընտրությունները շատ հետաքրքիր պատկեր են արտացոլել, որևէ մեկին առավելություն բացարձակ չեն տվել, ինչը բոլոր քաղաքական ուժերի մտածելու տեղիք է տալիս, խորհրդարանական եւ արտախորհրդարանական, բայց այնուամենայնիվ ցանկացած գործողություն իրականացնելիս նույն Փաշինյանը վկայակոչում է ժողովրդին, ժողովրդի կամքը, իր խոստումը, որ տվել է ժողովրդին եւ ժողովրդի ստացած քվեն։ Հիմա այս շղթան, որ անդադար պատտվում է, ինչպես պետք է օրակարգը կամ գաղափարը բերի ընդդիմությունը, որ այլևս այդ հիմնավորումները չստանա եւ չաշխատեցնի իշխանությունը։ Ընդդիմությունը առաջին հերթին հետապնդվողի դերից պետք է անցնի հետապնդողի դերում։ Դա հենց ձեր ասած օրակարգի ստեղծումն է, որովհետև իրավիճակի բերումով մի քանի բացառություններ քաղաքական process-ների առումով մի կողմ դրած, որպես կանոն ընդդիմադիր դաշտը զուտ արձագանքողի կամ հետապնդվողի դերում է։ Բնականաբար այս պարագայում անկախ նրանից թե իշխանությունը լավ է անում, վատ է անում, թե ինչ է անում, ընդդիմությունը հաջողության հասնելու որևէ հնարավորություն չունի, որովհետև դրած թիրախները, եթե դրանք նույնիսկ հրճակված են, ապա այդ ուղղությամբ գնալը, այդ հետապնդվողի կարգավիճակում լինելու պարագայում քեզ որևէ բան չի տալու։ Հիմա հաջորդ հանգամանքը եթե հաշվի առնենք, հիմա տեսեք, ընտրական process-ներ են, Փաշինյանն ինչ է ասում, որ գիտեք ժողովրդին տվել է դրա մանդատը։ Սա պատասխանատվությունից խուսափելու ամենակարճ ճանապարհն է։ Նույն ձևով ցանկացած զիջում ասում է, գիտեք, ժողովուրդը ինձ մանդատ է տվել, դրանով իսկ իրավունք է վերապահ այս զիջում անելու։ Նույնը ասեց Արցախը հանձնելու ժամանակ, նույնը ասեց 24 թվականին Տավուշում այդ process-ները 4 գյուղերի հանձնման սկսելու համար։ Հիմա արդեն շրջանառության մեջ են մտցրել միակողմանի եւս մեկ զիջում, դա Տիգրանաշենի թեման է եւ այլն։ Այսինքն իշխանությունը ժողովրդի անունը հիշատակելով ավելի շատ պատասխանատվությունից փախչելու իր մոտեցումն է առաջին պլան բերում։ Դա առաջին հայացքից կարող է թվալ, թե դա բերում է, կապում է ընտրական իրավունքի հետ կամ ընտրական քվեի, ոչ։ Սա անում է, որպեսզի վաղն ասի, որ ժողովուրդն է ինձ այդ ճանապարհին դրել եւ դրա համար եմ անում։ Նույնը խորհրդանական ամբիոնից, երբ որ հարցում են, ասում են ինչ ես, ոչ ժողովրդավարական միջոցներով, ապօրինությունների ձևով մարդկանցից սեփականություն խլում, մարդկանց կալանավորում, գետնին տապալում, ասում են, գիտեք, եթե ժողովուրդը այդպես է որոշել, ինչ օրենք, ինչ սահմանադրություն։ Նույն իդեպ ասում են սահմանադրության փոփոխությունների մասին, երբ որ խոսք է գնում Ադրբեջանի կողմից մեծ պարտադրված սահմանադրական փոփոխությունների մասին, ու առաջ է գալիս այն հարցը, որ խորհրդարանական այսպիսի դասավորությունը հնարավորություն չի տալիս իշխող մեծամասնությանը սահմանադրական փոփոխությունների գնալու, ասում են, մեզ ժողովուրդն է դա որոշել, իբր ինչ սահմանադրություն, ինչ օրենք։ Ըստ էության նաև դրանով իսկ ցույց են տալիս, որ որևէ փուլում գնալու են նաև սահմանադրական կարգի հերթական խախտման ճանապարհով։ Հիմա այս իշխանության պայմաններում նստել եւ դասագրքային առումով հասկանալ, թե ինչպես պետք է շարժվել, պարզապես հնարավոր չէ։ Դրա համար եմ ես կրկին վերադառնում այն կետին, որ ընդդիմադիր դաշտի այն գործիչները, այն ուժերը, այն մարդիկ, որոնք նույնիսկ որևէ քաղաքական ուժում ներգրաված չեն, բայց ունեն որոշակի հեղինակություն եւ կամք դաշտում անկաշկանդ գործելու, այս մարդիկ պետք է որոշեն վերջը իրենց կռիվը
այս իշխանափոխության համար է, թե կռիվը արևի տակ տեղ ունենալու համար է։ Եթե չգա եւ կոնսենսուսը չկանգնի առաջ, որ խնդիրը իշխանափոխությունն է, որովհետեւ բոլոր վտանգներն ու մեր բոլոր խնդիրները գալիս են մեկ մարդու ստեղծած այդ համակարգից, բնականաբար կռիվներ կտեսնենք, սուր խոսք կտեսնենք, փողոցային միգուցե դրսևորումներ կտեսնենք, բայց որևէ արդյունք այդպես էլ չի լինի։ Բայց նաև 8 տարվա կամ 6 տարվա 20-ից հետոյի փորձը հաշվի առնելով այդ կռիվները, բողավոցները, քննադատությունները, երբեմն նաև ես օրինակ օբյեկտիվ երբ նայում եմ խորհրդարանական նիստերը, ստացվում է այնպես, որ մարդիկ խոսում են իրենց անձի մասին։ Իմ ամուսինն է մեկն ասում է իմ զոքանջ է մեկը, իմ կինը, իմ անձնական ես ավելի լավն եմ եւ ավելի արդար եմ, կռիվ է առաջանում։ Փորձը ցույց է տվել, որ այդ ճանապարհով փաստացի, եթե ընդդիմության միասնական նպատակը իշխանափոխությունն է, չի ստացվել այդ ճանապարհով գնալ իշխանափոխության։ Չի ստացվել նաև փողոցով գնալ իշխանափոխության, բայց փողոցում այնուամենայնիվ աշխարհի կարգը ուսումնասիրելով կան շանսեր։ Այս խորհրդարանում իրար միմյանց քննադատել եւ ինքնագովազդը արդյոք պետք չի փակել այդ ճանապարհը, որովհետեւ փորձը ցույց է տվել, որ դա ոչինչի չի բերում։ Դրանից շահում է միայն իշխանությունը եւ եթե նույն ձեռագրով գործի, շահելու է նաև հաջորդ իշխանությունը։ Դասական իմաստով խորհրդանական ընդդիմությունը, այդ թվում խորհրդանական ընդդիմությունը, ինչ ասում եմ, իմ հենարան այն մարդիկ են, ովքեր ինձ ձայն են տվել եւ գործողել են խորհրդարան։ Դա որոշակի ընդհանուր ձևակերպում է, որովհետեւ ընտրությունից հետո մեծ հիասթափություն են առաջանում, որովհետեւ ամեն ուժ որ գնում է, ամեն մարդ գնում է քվեարկությամբ իր ընտրություն անելուց, ակնկալիքն է, որ իր կողմից ընտրված ուժը միայնակ կամ կոալիցիոն դաշինքային իմաստով կարողանա հնարավորություն կստանա իշխանությունը վերցնել եւ իշխանափոխություն անել։ Հիմա այս երկու ընդդիմադիր ուժերին բնականաբար քվե տվողների ճնշող մեծամասնությունը տվել է հեն ակնկալիքով, որ տեղի ունենալու իշխանափոխություն։ Եվ քանի որ տեղի չունեցել իշխանափոխություն եւ բազմաթիվ հարցեր են առաջացել նաեւ խորհրդարան գնալու, չգնալու անհրաժեշտության հետ կապված, բնական է, որ այդ մարդկանց մի մասը, որը ձայնով գնացել է իր դիրքորոշումը արտահայտել է, հիմա այս պահին կամ անորոշության մեջ է, կամ եթե նույնիսկ կրկին սատարում է իր արած ընտրությունը, բայց առանձնապես ակտիվություն չի դրսևորում։ Եթե ընդդիմադիր ուժերը դրսում չունենան թիկունք եւ հենարան, որևէ պարագայում ներսում ակտիվ գործելու, վստահ գործելու, առավել եւս որևէ խնդիր լուծելու հնարավորություն չեն ունենալու։ Եվ դրա համար եմ ասում, որ շատ կարեւոր է թե այդ ուժերը ոնց են շարժվելու, իրենց մարտավարությունը ոնց են կառուցելու։ Հիմա գիտեք, շատ բաներ կա, որոնք երևում են, բաներ կա չի երևում։ Օրինակ, բաները կան, որ տեսանելի է, նաև քննադատելի է, ես իմ նման շատերը ասում են, լավ, խորհրդարանական աշխատանքներ նոր սկսել, միանգամից չվերցնենք, չհարվածենք, չթիրախավորենք, հնարավորություն տանք մարդկանց գործելով։ Երևի 3-4 ամիս կանցնի, շատ ավելի հստակ կլինի, եթե նույնիսկ չհայտարարվի, ընդդիմադիր ուժերը իրականում ինչ ձևով են շարժվում, ինչ տրամաբանության մեջ, ըստ այդմ շատ ավելի հեշտ կլինի ասելը, թե իրականության մեջ այդ ամենը որևէ արդյունքի բերելու է, թե դարձնելու է սովորական գործընթաց։ Ես ի դեպ այդքան էլ հակված չեմ, թեև դրա համատությունը շատ էր գնում դաշտում, վերլուծական տեսանկյունից նաև համատելու այս խորհրդանը նախորդ խորհրդանի հետ, որովհետև հակված չեք։ Ասեմ, որովհետև հիմքերի առումով լրիվ այլ իրավիճակ էր, այդ պատերազմյան իրավիճակ էր, բավականին սուր էմոցիոնալ, այն ատելությունը, որը կա հիմա էլ կա, բայց այն ժամանակ շատ ավելի խոր էր հասարակության մեջ նաև արտահայտված, այդ թվում նաև ակնկալիքներն ու սպասելիքները։ Եվ երկրորդը նախորդ խորհրդարանական շրջանում, թեև վերջնարդյունքով չհաջողված, բայց մի քանի մեծ շարժումներ եղան, առաջինը 22 թվականի դիմացության շարժումներ, որոշակի դրսևորում էր 23 թվականին եւ նաեւ 24 թվականին, որտեղ խորհրդարանական ուժերը տարբեր ձևերով ներկայացված էին, ակտիվություն բավականին ակտիվ էին եւ թեև չհաջողվեց վերջնարդյունքի հասնել, բայց համենայն դեպս նախորդ շրջանում գոնե խորհրդարանական ուժերը ջանքեր էին գործադրում նաեւ փողոցում։ Հիմա քանի որ այս առաջիկա հնգամյակը դեռևս հասկանալի չէ թե ոնց է ընթանալու, դրա համար մի քիչ շուտ է համատության մեջ դնելու նախորդ եւ ներկա խորհրդարանական աշխատանքը, առավել եւս դրանց գործունեության արդյունավետությունը։ Դե այդ փորձը էլի եթե վկայակոչենք, չեմ ուզում տպավորություն ստեղծել, որ ելք չկա, իհարկե միշտ քաղաքական իրավիճակները ստեղծվում են նաև այնպես, երբ որևէ մեկը չի սպասում դրան։
եւ իրերի իրադարձությունը բերում է նաեւ այն իրավիճակին, ինչ բերեց 2018-ին, գուցե մի ժամանակ էլ նաեւ էլի կկրկնվի նման ինչ-որ մի բան։ Բայց այնուամենայնիվ հիմա փողոցի փորձն էլ եթե վերցնում ենք, մեծ շարժումներ են եղել, տասնյակ հազարավոր մարդիկ են փողոց դուրս եկել նույն սրբազան շարժման ժամանակ, բայց միևնույն է նրանք գնացել են տուն եւ արդյոք նորմալ չի, որ ամեն անգամ տուն գնացողներից 10 տուն գնացողներից 3-ը չի վերադառնալու փողոց, որտեղ ապրում է հերթական հիասթափություն։ Հիասթափությունները մի քանի process-ներում արտահայտված լինում են, մեկը նաև ընտրություններն են, ինչի մասին մենք խոսեցինք, ընտրությունը մի մասին ուրախություն է բերում, գոհունակություն է բերում, մի մասին բնականաբար հիասթափություն է բերում, բայց դա որոշակի ժամանակային շրջան է իրանից ենթադրում, առնվազն 6 ամիս այդ հիասթափության շրջանը պետք է առնվազն 6 ամիս, որպեսզի դրանք հաղթահարվի։ Օրինակ ես հիշում եմ 21 թվականի ընտրությունները, որ տեղի են ունեցել եւ կրկին մեծ հիասթափություններ, որ գործող իշխանությունը շարունակում էր պաշտոնավարումը, շատ շատերը կարծիք էին նաեւ հրապարակային արտահայտում, որ այլևս որևէ բան չի լինի եւ սա այսպես է կշարունակվի։ Բայց դրանից 1 տարի հետո մեծ շարժում ձևավորեց եւ այդ նույն խոսացող մարդիկ էլ փողոցում էին, ակտիվ էին եւ այլն։ Այսինքն այս բան պետք է չի շտապել ասելու թե ինչն է հնարավոր կամ ինչն է որևէ արդյունք չի տալու, բայց մեկ բան շատ հստակ է, շատ ավելի լավ է ճիշտ աշխատել, փորձել, քան ասել, գիտեք, անցել շրջափուլում փողոցը չի օգնել, արեք սովորական խորհրդանական կոստյում, փողկապ ռեժիմով գնանք գանք, տեսնենք միջև ինչ է լինելու։ Դա էլ որևէ խնդիր չի լուծվելու։ Մյուս կողմից էլ փողոց դուրս գալը չպետք է ինքնանպատակ լինի, որովհետև փողոցային շարժումը, եթե նույնիսկ դա հանրավակներ չեն, դա ակցիաներ են, որևէ շարժումով արտահայտվող process-ներ են, դրանք իրենց կազմակերպչական հսկայական աշխատանք են ներկայացնում, սկսած մարդկային ռեսուրսից վերջացրած կազմակերպչականով։ Եթե դու դրան հայտարարում ես, բայց պատրաստ դուրս չես գալիս, այդ հիասթափությունը շատ ավելի մեծ է լինում եւ ըստ այդմ իր վտանգավորությունը շատ ավելի ազդեցիկ։ Դրա համար մեկ է ցանկացած պարագայում փողոցում թելադրողը պետք է լինի ընդդիմությունը։ Եթե փողոցում շարժը, ակտիվությունը ներկայացնող, եթե դա նույնիսկ մեծ շարժվա մասին չէ խոսքը, ընդդիմությունը չեղավ, խորհրդանական ընդդիմությունը որևէ հաջող քայլ անելու կամ որևէ ձևով արդյունավետություն դրսևորելու շանս պարզապես չունի։ Իսկ ընդդիմադիր դաշտում տարաձայնություններ կան, թե կան նպատակ, որի շուրջ բոլոր տարաձայնությունները կողքի են դրվում։ Անկեղծ պատասխան եմ ակնկալում պարոն Աբրամյան, որտեղ հաջորդիվ կվկայ կոչեմ տարաձայնություններից մեկը առնվազն։ Թվում է թե գոնե վերջնապատակի առումով մեծ թվով ընդդիմադիր գործիչներ ուժեր խոսում են նույն բանի մասին, բայց երբ որ գալիս են ճանապարհի մասին, ապա այդ ճանապարհի մասով բնականաբար հարցերը եւ հակասությունները բազմաթիվ են։ Նույն ներքաղաքական իրավիճակում շատ ժամանակ տեղի ունեցող process-ների ժամանակ, երբ որ նայում ես հրապարակային արձագանքները տարբեր ընդդիմադիր ճամբարներից, շատ ժամանակ սովորական մարդը, որ առանձնապես ակտիվ չէ քաղաքական process-ներում, նույնիսկ զարմանք է առաջանում եւ մի քիչ լավ էլ չի հասկանում, թե իրականում ինչ են ընդդիմադիր ուժերը շատ ավելի իրար մասին խոսում, քան բուն այն մարդու, որ այսօր ամենամեծ պատասխանատվություն է կրում մեր երկրում ստեղծված ծանր իրավիճակի մասին։ Եվ այս տեսանկյունից բնականաբար անելիքը շատ մեծ է։ Եթե այս հակասական վիճակը, եթե այս մոտեցումները, եթե շարունակվեն կամ ուղեկցեն նաև այս խորհրդանեն, ապա անհաջողությունը ցավոք երաշխավորված է։ Պարոն Աբրամյան, ինձ թվում է, որ յուրաքանչյուր իշխանություն համենայն դեպս այն ժամանակահատվածում, երբ ես գիտակցել եմ եւ ապրել եմ, եւ երկրորդ նախագահի օրոք եւ երրորդ նախագահի օրոք բացակայել է անկեղծ զրույցը հասարակության հետ։ Եվ դրա համար այս իշխանությունը, եթե անգամ ասում է абսուրդ բաներ, որ մենք այս կամ այն պաշտոնի հետ չենք ակնկալում, հաշվի առնելով իր պաշտոնի եւ այլն, դրա մեջ հասարակության ինչ-որ մի զանգված տեսնում է լավ բան, անկեղծությունը։ Հիմա օրինակ ես չգիտեմ երբևէ ինչու չի արվել այդպես, բայց փաստը եւ իրականությունը ցույց է տալիս, որ չի արվել։ Օրինակ երբևէ հայ հասարակության հետ չի խոսվել բարձր լավ կրթություն ստանալու անհրաժեշտության մասին եւ իրավագիտակից լինելը որպես իրեն պաշտպանող օղակ ներկայացնելու մասին։ Երբևէ չի ասվել, որ երբ այս կամ այն մեծահարուստը կամ հաջողակը ընկնում է իշխանության, կապ չունի, որ իշխանության թիրախում է հայտնվում, դրանից ձեր կյանքը չի փոխվել։ Ցանկացած այլ մեկ անձի հետ ինչքան է դժբախտ դեպք պատահի, միևնույն է դրանից բացի ձեր հոգու խաղաղությունը ոչինչ չի փոխվելու եւ ի վերջո ձեր ներսը չի խաղաղվելու, որովհետեւ դուք անընդհատ դրա ձգտումն ունեք։ Նույն եթե մեկ մարդու
իր տնից Գագիկ Ծառուկյանին ձեռնաշխտաներով կամ ինչ որ մի հատ action ժանրի ֆիլմ նկարելով նկարում են, հետո անցնում են հանգիստ զրույցի եւ ձերբակալության եւ խոզարկության այդ process-ներին, դրանից ցավոք սրտի որևէ մեկ այլ քաղաքացու բարեկեցությունը չի ավելանում։ Եթե Ռոբերտ Քոչարյանին տանում են հակակոռուպցիոն կոմիտե այս կերպ կամ Սերժ Սարգսյանին հրավիրում են այն կերպ, այդ համեմատությունները որևէ մեկի մոտ ոչինչ չի փոխելու։ Մենք բաց ունենք շատ մեծ հասարակության հետ զրույցի եւ այդ բացը իր բոլոր ձևակերպումներով ընտրել է իշխանությունը իր թիրախները, թե ով ինչ է իրենից ակնկալում եւ աշխատում է դրա վրա։ Ինչու այդպես չի արվել։ Ես լիովին կիսում եմ ձեր այն դիտարկումը, որ իրականության մեջ նախորդ շրջանում հասարակության հետ հաղորդակցությունը եղել է ոչ պաշտպան մակարդակի, որովհետեւ հենց մենակ այն հանգամանքը, որ մեծ թվով իրադարձությունները մեր կյանքում չեն հանրայնացվել, չեն լուսաբանվել կամ պարզ ասած, դա ինքն արդեն խոսում է դրա մասին։ Հիմա տեսեք, եկել է 2026 թվականը, օրինակ ես բերում պայմանական 15 թվականի մի հատ իրադարձության մասին, մարդիկ տեսնում ես տեղյակ չեն, կապված լինի զինված ուժերի հետ, կապված լինի ենթակառուցվածքային ինչ-որ պրոյեկտի հետ, կապված լինի տնտեսության զարգացման համար խթան հանդիսացող որևէ գործոնի մասին, եւ շատ ակնհայտ է դառնում, որ իսկապես այդ խնդիրը եղել է։ Եվ նաեւ դրանով է պայմանավորված եղել, որ տարիներ շարունակ եկել են տարբեր համակարգային խնդիրներ, կուտակվել են եւ հետագայում նրանք նաեւ օգտագործվել, շահարկվել են, որոշակի նաեւ ուռճացվել են տարբեր խմբեր, այդ թվում նաեւ արտաքին խաղացողների կողմից։ Իմիջիայլոց ասեմ, որ որքան էլ որ դա կարեւոր է եղել իշխող ուժի համար, առավել եւս շատ հիմա է կարեւոր նաեւ ընդդիմադիր ուժերի համար։ Այսօր շատ ժամանակ քաղաքացին հստակ չի հասկանում, թե այս կամ այն ընդդիմադիր ուժը ինչ է ցանկանում։ Դա չի բխում իր խոսույթից, դա չի բխում իր գործելավոճից, դա չի բխում հանրության հետ որևէ ձևով հաղորդակցվելու տրամաբանությունից։ Եվ դրա համար էլ մենք ընտրություններում կամ փողոցային շարժման տարբեր փուլերում ունենում ենք բազմաթիվ խնդիրներ։ Ի վերջո մարդը պետք է լրիվ հասկանա անկեղծորեն դու ինչ ես ուզում, ինչին ես ձգտում։ Դու գնում ես քեզ պաշտպանելու, գնում ես քո ունեցվածքը պաշտպանելու, դու գնում ես պարզապես քաղաքական գործունեություն արտահայտելու եւ որոշակի հեղինակություն ստանալու, թե դու գնում ես խնդիրը լուծելու։ Այդ խնդիրը լուծելու տակ հասարակության բնականաբար հասարակական շահերն են, որոնք անվտանգությունից մինչև սոցիալական կենցաղային իրավիճակ են արտացոլում։ Եվ այսօր առավել քան երբևէ, երբ որ մեր այսօրվա զրույցը հենց այդ ուղղությամբ էլ շարժվում է, ինչ պետք է անի ընդդիմությունը, առաջին բաներից մեկը որ պետք է անի, պետք է անկեղծ լինի մարդկանց հետ։ Եվ ընդունի նաև կատարած սխալները։ Իհարկե, որտեղ չկա մարդ, որը անսխալական է։ Հանրապետականը որպես վերջին 3-4 տասնամյակում իր դերակատարությունը նաև իր գործիչներով առաջնորդներով ունեցած ուժ, հանրապետականը տարբեր փուլերում եւ տարբեր գործիչներ եւ նաև Սերժ Սարգսյանի շուրթերով հստակ ասել է, ընդունել է իր այդ սխալները, որոնք արել են։ Կա որոշակի process-ներ, որոնց հետ կապված կարելի է երկար վիճել, կարելի է երկար խոսել, զրուցել եւ այլն, բայց այն առաջնորդները կամ այն ուժերը, որոնք այս 3-4 տասնամյակի ընթացքում գործունեություն են ծավալել ու իրենք կասեն, որ իրանք էական սխալներ չեն ունեցել, նշանակում է իրանք առնվազն անկեղծ չեն հասարակության հետ։ Հիմա մի կողմից կա խնդիրներ, մի կողմից կա նաև դրանց առաջնայինությունն ու երկրորդականությունը տարանջատելու խնդիր։ Իդեպ այս իշխանությունը շատ լավ այդ ուղղությամբ աշխատում է քարոզչական դաշտում, երկրորդական, երրորդական օրակարգերը բերելու եւ մարդկանց փաթաթելու համար։ Եվ իմիջիայլոց հիմնական նաև մեր խնդիրներից մեկն է ընդդիմադիր դաշտի էլ դա է։ Շատ ժամանակ ընդդիմությունը գնում է իշխանության թակարդը, այդ թեմանի վրա օրեր ռեսուրսները հսկայական ծախսում, իշխանությունը հետո բերում է հաջորդ նախագիծը։ Այս ընթացքում մարդիկ են կալանավորվում, մարդկանցից ձեռնարկություններ են խլում, սեփականություն են խլում եւ այլն, բայց ընդդիմությունը եւ նաեւ ըստ այդմ նաեւ հասարակության մի հսկայական հատված մնում է արձագանքողի եւ իշխանության այդ կեղծ օրակարգերի շրջանակներում։ Երբեմն նաեւ արդարացողի դերում։ Այո, ցավոք, հիմա նույն ընդդիմադիր գործիչները, որ նայում ես ամբիոնից, նայում ես մարդը, որ ունի մեծ պոտենցիալ, ով կարող է շատ երկար այդ ամբիոնից խոսել իշխանության խնդիրների մասին, ով կարող է խոսել իշխանության այն հրեշավոր քայլերի մասին, որոնք մեր ժողովրդի համար ողբերգություն են բերել, բայց տեսնում ես այդ գործիչը օրերով, ժամերով ինքն արդարանում է մի բանի համար, որը մեծ առումով հանրային դաշտում որևէ նշանակություն չունի կամ որևէ իմաստ չունի։ Հիմա յուրաքանչյուրի մոտ մի ձևով արտահայտվում է։
Դրա համար եմ ասում, իշխանությունը բերում է այդ մարդկանց գցում է այդ թակարդը, իսկ դա ճահիճ է, որտեղ մարդիկ շատ երկար են մնում, իսկ ինքը զուգահեռ հարթության մեջ իր արածը անում է։ Իդեպ ուժեղ Հայաստանին կոչեցիք նոր ուժ եւ իսկապես մեր դաշտում նոր ձևավորված ուժը մի քանի ամսվա կենսագրություն ունի փաստացի որպես կուսակցություն իշխանությունը բարբերաբար վկայակոչելով տարբեր անձանց ասում է որ այնտեղ նստած են հիմնականում նաեւ հանրապետական կուսակցության ներկայացուցիչներ եւ սա նոր ուժ չէ, սա հին հանրապետականներն են տարբեր դիմակներով եւ այլն տարբեր ձևակերպումներ են տալիս։ Ինչ կասեք այս մասով։ Եվ ի վերջո ինչու ձեր համակիրները նաեւ այնտեղ տեղ կտան իրենց։ Մասնավորապես ամենակարկառուն ներկայացուցիչը պարոն Էդգար Ղազարյանը։ Հանրապետականը մշտապես եղել է որպես զանգվածային կուսակցություն քաղաքագիտական տեսանկյունից եւ այս տարիների ընթացքում երբ որ հանրապետական իր ճանապարհը սկսել է հազարավոր մարդիկ են հանրապետականով անցել, դուրս եկել, մի մասը մնացել ու այսօրվա կուր մարտունակ թիմի կորուզն են նաեւ դարձել։ Մի մասը տարբեր փուլերում դուրս է եկել, հիմնականում 18 թվական իրադարձություններից հետո։ Հիմա այդ մարդկանց կարելի է հանդիպել տարբեր ոլորտներում, որովհետև խոսքը տասնյակ հազարավոր մարդկանց մասին է եղել։ Մեկ բան է, երբ որ դու իշխանության ես եւ բնականաբար քո ներսում, քո շուրջը բազմաթիվ մարդիկ են եւ կրկնում եմ դրանք տասնյակ հազարավոր մարդկանց մասին, մեկ այլ բան է, երբ որ դու ընդդիմադիր դաշտում ես, նաև խոցել ես այն իմաստով, որ դու պետական իշխանական ռեսուրսների չես տիրապետում, մարդկանց չես կարող այս կամ այն հարցով օգտակար լինել եւ այստեղ առաջ է գալիս գաղափարական թիմ ձևավորելու եւ դրանով առաջնորդվելու մոտեցումը։ Հիմա շատերը տարբեր պատճառներով այդ թեմայի մեջ չեն տեղավորվել, գնացել են յուրաքանչյուր իր ճանապարհով։ Հիմա այս ընթացքը բայց հանրապետականի բավականին երկար է եղել եւ դրանով պայմանավորված շատ մարդիկ եկել են եւ շատ մարդիկ էլ գնացել են։ Հիմա թե դրանից հետո ով որտեղ է հանգրվանել, դա է յուրաքանչյուրի որոշումն է, իրավունքն է, որով յուրաքանչյուրը ինքը առաջնորդում է եւ այստեղ էս այլ բացատրություն կամ մեկնաբանություն ուղղակի չունեմ։ Նաև անդրադառնալով նախորդ թեմային, երբ անկեղծ չեն եղել հասարակության հետ, դուք հաշվի առնելով նաև որ եղել եք Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանի խորհրդականը եւ հիմնականում այնտեղ գործունեություն եք ծավալել, հետհայացք եթե նայում եք, եթե ժամանակին նախագահ Սերժ Սարգսյանը անկեղծ լիներ հասարակության հետ Արցախի հարցով, հնարավոր էր հենց իր օրոք այդ հարցին այլ լուծում տալ։ Ես կարծում Սերժ Սարգսյանը հատկապես այդ ժամանակին հատուկ բավականին անկեղծ է եղել, խոսել է եւ իդեպ նաեւ այդ անկեղծությունն է, որ շատ ժամանակ դարձել է նաեւ քննադատության թեմա, ընդ որում երբ որ դա նայում ես այսօրվա ժամանակահատվածից կամ այսօրվա տեսանկյունից շատ զավեշտալի է այդ քննարկումը մի պարագայում, երբ որ դա քննարկում էին կամ կասկածի տակ էին դնում մարդիկ, ովքեր հետագայում ամբողջությամբ Արցախի հարցը արդեն դրեցին որպես ադրբեջանական տարածքային ամբողջության տիրույթ։ Պարզ խոսենք, երբ որ 2001 թվականին Սերժ Սարգսյանը դեռ պաշտպանության նախարարի կարգավիճակում հայտարարեց, որ Աղդամը իր հայրենիքը չէ եւ այն ժամանակ խոսք էր գնում փոխզիջումային բանակցային գործընթացի մասին, այն ժամանակ ես հիշում եմ, այդ ժամանակվանից սկսած թե ինչ քննարկման առարկա էր դարձել։ Այսօրվա իշխանության բարձրագույն իշխանության ներկայացուցիչները հերթով գնում էին Աղդամում, նկարվում էին, ասում էին Աղդամը մեր հայրենիքն է։ Այդ թվում նաև Սուրեն Պապիկյանը։ Սուրեն Պապիկյանը, Ալեն Սիմոնյանը։ Հիմա նույն այդ մարդիկ, ովքեր կռիվ էին տալիս բանակցային գործընթացում փոխզիջումների մասին, դրանից 1-2 տարի հետո հայտարարեցին, որ Արցախը առասարակ հայկական չի եղել, Արցախը ադրբեջանական հռչակեցին, ուրացան են կյանքը, որով իրենք ապրել են, խոսել են, հայտարարել են, ընդ որում դա եղել էր հրապարակային։ Այսինքն, երբ որ հետ ես նայում, եկել ասում ես, բա, գիտես, Սերժ Սարգսյանը 2016-ին Արցախում մեծ թվով հանդիպումներ էր ունեցել քաղաքական գործիչների, շարժման առաջնորդների, մեծ թվով մարդկանց հետ, որոնց ասում էր, որ գիտեք, մեր խնդիրը նրա մեջ է, որ շատերս չեն գիտակցում փոխզիջման գնալու անհրաժեշտությունը ռեգիոնալ աշխարհակահաղական տեսանկյունից։ Այսինքն փոխզիջումների մասին այն ժամանակվա Սերժ Սարգսյանի անկեղծ խոսքը թիրախավորվում էր, նաև որոշակի արհեստականորեն թափեր դրան հաղորդվում, հենց այն նույն մարդկանց կողմից, որոնք հետագայում ոչ թե փոխզիջման չգնացին, այլ ամբողջությամբ զիջեցին եւ հիմա էլ զիջում են հայկական շահերը։ Դրա համար այս տեսանկյունից միգուցե կան հարցեր,
Ռուսաբանումների շատ ավելի լավ հաղորդակցություն ապահովելու, մարդկանց այդ շփումները շատ ավելի ինտենսիվ տարբեր ճանապարհով դարձնելու մասին, բայց երբ որ խոսում ենք անկեղծության մասին ու խոսում ենք Հայաստանի համար առանցքային համարվող թեմաների հետ կապված, կոնկրետ Սերժ Սարգսյանը բավականին անկեղծ եղել այդ թեմաներում։ Իդեպ դուք բարբերաբար անդրադառնում եք բանակում գրանցված զոհերի պատճառներին, այդ թվում նաև 3 եւս մեկ դեպք է գրանցվել ցավալի, երբ ինքնասպանություն է գործել պայմանագրային զինծառայող, Պաշտպանության նախարարությունը համարել է, որ դա բանակում գրանցված զոհ չէ, որովհետև դեպքը տեղի ունեցել անձին պատկանող անասնաֆերմայում, եւ դրանից առաջ մեծ աղմուկ բարձրացրեց նաև Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հայտարարությունը հետեւյալ կոնտեքստով, բառացի չեմ կարող հիմա մեջ բերել, չեմ հիշում, որ ինչու են պատասխանատվությունը պահանջում Պաշտպանության նախարարից։ Մենք 3 տասնյակից ավելի զոհ ունենք այս տարի եւ յուրաքանչյուր օր գրանցվում են նման դեպքերը, վերջին ցավալի դեպքը Ճամբարակում, այս ոմանք դա կապում են, որ հոգեվոր կյանքի բացակայությունն է, ոմանք կապում են անպատասխանատու մոտեցումն է, ինչով եք դուք այս դեպքերը պայմանավորում։ Սրանց պատճառները շատ են, բազմաշերտ են ու բավականին խորն են, բայց ամենամեծ խնդիրը առաջացնում է պաշտոնատար անձանց, պատասխանատու պաշտոնատար անձանց արձագանքը։ Գիտեք, պատկերացրեք իրավիճակ, երբ որ զինծառայողի ծնողը, անկախ նրանից նրա որդին կամ ընտանիքի անդամը պարտադիր ժամկետային ծառայող է, պայմանագրային է, հրամանատար է, թե ինչ է, նայում է հեռուստացույցը եւ տեսնում է, որ պաշտպանության նախարարը, ով պատասխանատու է այդ թվում նաեւ իր որդու կամ ընտանիքի անդամի համար, հայտարարում է, որ ինքը չէ պատասխանատուն բանակում ստեղծված այդ բարքերի, առավել եւս սպանությունների, ինքնասպանությունների կամ այլ արատավոր բարքերի համար։ Պարզ հարց առաջանում չէ, իսկ ով է մեղավոր։ Այսինքն մարդիկ որդիներ բանակ ճամփելուց, զինկոմիսարիատները աշխատում են, տարբեր պաշտոնյաների խոսքը պաթոսային աշխատում է, բայց հենց գալիս է պատասխանատվության պահը, բոլորը պատասխանատվություն իրենց վրայից են գցում։ Եթե դրա համար պատասխանատվություն չունի պաշտպանության նախարարը, ապա ով ունի։ Սա առաջին հիմնական հարցն է, բայց այստեղ եթե նայում ենք տարբեր շերտերով, այսօր կրթականից, բարոյոգեբանական վիճակից, գաղափարական կամ գաղափարաբանական մոտեցումներից սկսած, մենք ունենք բավականին խորը խնդիրներ։ Հիմա սկսենք նրանից, թե եթե այս իրավիճակում մարդկանց ասում են, որ գիտեք, ծառայողը, որը տարիներ շարունակ համարվել է հերոս, հիմա պարզապես աշխատող է, որին պետությունը աշխատավարձ է տալիս, իսկ ինքը պարտավոր է ծառայություն կրել։ Բնական է, չէ՞, այդ մարդու ներսում փոփոխություն է ենթարկվելու։ Երբ որ դու առաքելությունը, ծառայությունը վերածում ես սովորական վարձու աշխատանքի, բնականաբար այդ մարդու դրդապատճառը, մոտիվացիան ամբողջությամբ փոխվելու է։ Ի վերջո ծառայությունը զրկանք է, չափազանց դժվարություն է ոչ միայն կոնկրետ ծառայողի համար, այլ ընտանիքի անդամի, որովհետև հրամանով այս մարդը մեկ հարավում է, մեկ հյուսիսում է, մեկ արևելքում է, մեկ արևմուտքում է, այդ ամբողջ շարժերը ազդում է, չէ՞, իր ընտանիքի վրա, կրթության, կենցաղի, մնացած բաների վրա։ Երբ որ դու այդ ամեն ինչից զատ ասում ես, որ իրականում այդ քո արածը հերոսություն չի, առանձնապես բան չի, մենք քեզ փող ենք տալի, դու էլ անում ես, դու նայում են զինծառայողին որպես վարձու աշխատողի, բնականաբար գաղափարական մահ է տեղի ունում, հասկանում եք։ Երկրորդը, հիմա տարբեր պատճառներով խոսում ենք բանակը այս կամ այն հրամանատարներից զտելու մասին, քաղաքական պատճառով, շատերին դատում են, շատերին տարբեր քաղաքական process-ներով պայմանավորված բանակից դուրս են թողում։ Ոչ մեկ չի հաշվում, չէ՞, այդ մարդկանց թիվը։ Հարյուրավոր մարդիկ են դրանք, 18-ից հետո միգուցե դրանք նույնիսկ 1000-ից ավել են։ Բայց մարդիկ գնացել են, իրենց տեղը ոչ մեկ չի եկել։ Բայց այդ վերահսկողական ֆունկցիան ով անելու, այդ հրամանատարական պաշտոնները ֆունկցիաներ են, չէ՞, ենթադրում, մարտական պատրաստությունից, տարբեր մասնագիտական պատրաստությունից, վարժանքներից եւ այլն, վերջացած դաստիարակչություն։ Ընդ որում ասեմ, որ անընդունելի է իշխանության այն մոտեցումը, երբ որ առաջնահերթ են դարձնում այն դիրքորոշումը, որ գիտեք, դպրոցը չի աշխատում, փողոցային բարքեր են, հետները բերում են, հա հասկանալի է, դու ընդհանուր քո վերլուծությունում կարաս հաշվի առնես այն արատավոր արարքների նշանակությունը, որոնք ներմուծվում են փողոցից,
Բայց բանակը ֆունկցիոնալ առումով այն նրա համար է, որպեսզի տեղում կարողանա վերադաստիարակություն իրականացնի։ Ի վերջո բանակը նրա համար է, որպեսզի իր բարոյական, գաղափարական եւ սկզբունքային մոտեցումները թելադրի եւ դարձնի դրանք վերահսկող։ Եթե կան որոշակի զինծառայողներ, իսկ դրանց թիվը կարա 1, մաքսիմում 2% լինի, որոնք իրենց բնույթով որևէ ձևի չեն տեղավորում բանակի կոնցեպտի մեջ, իրավական նորմերի մեջ չեն տեղավորում, խնդիր են ստեղծում, որոնք հետագայում սպանություններ, ինքնասպանություններ են դառնում եւ դրանք որևէ ձևով չեն կանխվում, ապա այդ զինծառայողները պետք է ժամանակին մեկ ուսացվեն իրավական ճանապարհով։ Հիմա եթե դու որպես պետություն քո ֆունկցիան չես կատարում, հետագայում այդ ողբերգությունները գցում ես դպրոցի, հասարակության, ընտանիքի կամ ծնողի վրա, դու դրանով առնվազն ցույց ես տալի մի կողմից քո չկարողանալը, չգործելը, հանցավոր անգործությունը եւ նաեւ այն, որ դու ցանկացած պարագային ոչ թե շարժվում ես այդ խնդիրների հանգուցալուծման ուղղությամբ, այլ դու շարժվում ես քեզ արդարացնելու եւ պատասխանատվություն չկրելու ուղղությամբ։ Եվ ի վերջո ձերբակալություններ, կալանքներ, խոզարկություններ, դիմակավորված անձինք, որով մտնում են վաղ առավոտյան մարդկանց տներ, որտեղ երեխաներ կան քնած քննչական կոմիտեն դուրս գալով բոլոր նորմերից ինչ որ հայտարարություններ է տարածում, որը երբեմն վերացում է նաև իշխանությանը արժի ծառայություն մատուցելուն եւ այլ հարցեր, պետության առանցքային դեմքերը, ինչ որ ռեսուրսներ ունեցող անձինք, որոնք ստեղծել են այս կամ այն արժեքը պետության համար, կալանավորվում են, մենք ամեն առավոտ սպասում ենք ինչ որ իրադարձության, քաոսի վերածված ներքին կյանք է մեր երկրում։ Ինչը պետք անել, որպեսզի մի օր հայ մարդը արթնանա եւ զբաղվի իր գործով, իր հոգսով, իր օրակարգով եւ խաղաղ գիշերը քնի առավոտյան ոչ մի ահաբեկման չսպասելով։ Մեր երկրում տեղ ունեցող իրադարձությունների հիմքը, այդ թվում նաեւ զինված ուժերում, դա 18 թվականին բերված, ներմուծված ատելությունն ու թշնամությունն է։ Եթե դու հասարակություն բերում ես, քաղաքական դաշտ բերում ես, խորհրդարան բերում ես, այդ ատելությունը ու թշնամությունը, դա հետո տարածվում է։ Հասկանաք, դա ուռուսքի նման մի բան է, այդ մետաստազները անընդհատ քո հասարակությունով շրջում են, ամենտեղ խնդիր են առաջացնում եւ բերում են հասարակական կյանքի մահին։ Հիմա այս ամեն ինչի ձերբազատվելու առաջին քաղաքական առումով նպատակը դա իշխանափոխությունն է։ Միջև այս իշխանությունը չհեռանա, տարբեր դերակատարների փոխատեղումներից, փոփոխություններից որևէ բան չի փոխվելու, ոչ պաշտպանության նախարարությունը փոխվելու, ոչ խորհրդարանը փոխվելու, ոչ անվտանգության խորհուրդը փոխվելու, ոչ էլ որևէ այլ տեղ։ Պետք է առաջին հերթին ճեղքում իրականացվի այդ ատելության հարցում։ Եթե ատելությունը մնաց, այն գա ամենակոմպետենտ մարդը, իր երկրի մասին մտածող, ազգային գործիչ։ Մեկը, այս մարդը, եթե թշնամությունն ու այդ բևեռացումը չլուծի, խնդիրը չբերի նորմալ առողջ հարաբերությունների դաշտ, որևէ բան զարգացում այս երկրին չի սպասում, սկսենք դրանից։ Երկրորդը, այդ սեփականության խլումները, այդ մարդկանց ընտանիքների նաև թիրախավորումը, կալանավորումները, բարձր չէ ինչ է տեղի ունենում։ Հիմա պայմանական Գագիկ Ծառուկյանի դեպքում վերցնենք։ Գագիկ Ծառուկյանը թե խորհրդանական դրություններին չմասնակցել, ակտիվություն չդրսևորել։ Նախընտրական քարտոշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանին կորս չարձագանքեր, այսօր կլիներ բանտում, չէր լինի։ Հա, որոշակի բարբերականությամբ նրա տարբեր ընկերությունների վրա հարձակումներ կլներ, միգուցե նաև անձնապես նրա ուղղությամբ կլներ, բայց նա բանտում չէր լինի։ Նույնը վերաբերում է քաղաքական դաշտի այլ մասնակիցների, որոնք ամենօրյա ռեժիմով իշխանության թիրախավորման դաշտում են։ Հիմա այս է խնդիրը, հիմա այս խնդիրը կանխելու 1-2 քայլ գոյություն չունի։ Այս իշխանությունը համակարգ է ստեղծել։ Այս համակարգը պետք է քանդել։ Այդ համակարգը քանդելու համար պետք է այնտեղից հեռացնել այդ համակարգի գլխին գտնվող անձին։ Առանց նրան այնտեղից հեռացնելու որևէ բան, որևէ ձևով չի փոխվելու այդ ճանապարհը։ Ատելության մթնոլորտում գնալ ինչ որ պետության որևէ կառուցված կամ իշխանություն փոխելը դա եւս վտանգավոր է ցնցումներով պետության համար, որովհետեւ երբ ատելություն է փոխադարձ, այդտեղ կատարել ինչ որ գործողություն կարող է հանգեցնել նաեւ այլ վատ ելքով ինչ որ մի բանի։ Գուցե ճանապարհը իշխանության հետ հերավար մեսիջներով բանակցելն է, որ եկեք վեր կանգնենք ամեն ինչից եւ անձը դնենք մի կողմ եւ որտեղ մենք այս մի երկրում ենք եւ վտանգը, որը սպառնում է մեր երկրից, սպառնում է իշխանականին, ընդդիմադիրին, բոլորին, չեզոքին եւ բոլոր մասնագիտության տեր անձանց։ Ուրիշ ճանապարհ չկա, հաշվի առնելով, որ երբ ատելություն է երկկողմանի
երկկողմանի այդ մարդկանց դիմադրությունը կողմ այս ուժին եւ դեմ այս ուժին կարող է բերել շատ վատ սցենարով զարգացումների։ 2018 թվականից հետո ձեր ասած ձեւով մտածող մարդիկ, ընդ որում ազնիվ մարդկանց մասին եմ խոսում, այն մարդկանց մասին չեմ խոսում, ովքեր կոնկրետ շահեր էին հետապնդում, ովքեր կարծել են, որ կարելի է այդ մեսեջների ձևով իշխանությանը բերել adekvatության դաշտ եւ այլն, հետագայում կամ կար ժամանակ հետո այդ մարդիկ իրենց մաշկի վրա են գիտակցել, որ այս իշխանության հետ նույնիսկ այդ լեզվով խոսել պարզապես հնարավոր չէ։ Երկրորդ հանգամանքը իմիջիալոց ձեր դիտարկումը մեկ այլ բան ինձ հիշեցրեց մեր արդեն իսկ խոսացած թեմաներից մեկի մասին, երբ որ մենք խոսում ենք իշխանություն, դիմություն, նաև այս դիմակայության մասին, տեսեք, հենց ընդդիմության խնդիրը այս տարիներին նաև դա է եղել, որ ընդդիմության մոտ անդիմադիր գործիչների մոտ կա բարոյական որոշակի գծեր։ Նաև կա գիտակցում չանել որևէ քայլ, որը կարող է երկրի համար ցնցումների բերել կամ վտանգավոր ծանր հետևանքների, այդ թվում նաև մարդկային կորուստների։ Բայց շատ ավելի լավ դա հասկանում է իշխանությունը, որը հենց չունի որևէ գիծ, որը ինքը խնդիր ունի հատելու, լավ ճանաչում է ընդդիմությանը, որը ունի իր համար բարոյական նորմեր, որը երբեք չի անցնում եւ հենց նաև օգտագործելով դա եւ գնում է ջարդում է եւ գնում է մարդկանց կալանավորում է եւ մարդկանց ունեցվածքն է խլում նաեւ այդ հարցն է որը բերում է այստեղ բավականին կոնտրաստային իրավիճակ է ստեղծում ու իրավիճակը բարձ չէ իրավիճակը ստանդարտ չէ որի համար կան լուծումներ կամ գրքային մոտեցումներ որոնք պետք է պարզապես կիրառել Հայաստանը որոշակի սխեմա է գործում որտեղ բավականին մեծ է նաեւ արտաքին ներկայությունը Եվ այդ սխեմաները ջարդելը շատ ավելի բարդ ճանապարհ է ենթադրում, քան կարելի է մտածել։ Եվ Սերժ Սարգսյանի եւս մեղադրանք է ներկայացվել 3 հակակոռուպցիոն կոմիտեում, կարճ էր երրորդ նախագահի մեկնաբանությունը այս մեղադրանքի հետ կապված, ինչ է ձեզ հայտնի այդ մասին, ինչ է ենթակա հրապարակման։ Գիտեք, ոչ միայն հակակոռուպցիոն ներկայանալու, այսպես ասած, ծանոթումը, այլ նույնիսկ հակակոռուպցիոն կոմիտեում գտնվելու ողջ ընթացքում այդպես էլ հստակ չի դառնում Սերժ Սարգսյանի մասնակցությունը առավել եւս մեղավորությունը որևէ process-ում եւ նաեւ դրանով էր պայմանավորված որ ընդեղից դուրս գալուց հետո էլ Սերժ Սարգսյանը առանձնապես մեկնաբանելու որևէ բան չուներ ինքս որքան տեղյակ եմ թեմայից այդտեղ իրավական առումով նույնիսկ մեկնաբանելու կամ արձագանքելու առանձնապես բան չկա այս պայն էլ փաստաբանները աշխատում են շատ ավելի խորը վերլուծելու այն մեղադրանքը, որը ներկայացված է, որովհետև իմ տպավորությամբ Սերժ Սարգսյանի ներգրավվածությունը այդ գործում շատ ավելի շատ բխում էր դրանից մեկ օր առաջ Խորհրդանի ամբիոնից Սերժ Սարգսյանի անունի նաև շահարկմանը եւ հոլովմանը եւ կարծում եմ այ ուժային կառույցները տենց իրենց ապահովելու համար նաև Սերժ Սարգսյանին հրավիրեցին այդ գործով Նաև թեև այդ մասը չգիտեմ ինչքանով է փոխկապակցված, բայց այդ նույն թեմայով դատական գործ կա այս պահին, դատական փուլում գտնվող, որտեղ Սերժ Սարգսյանը ներգրավվածություն ունի, այդ Իսակովի փողոցի վրա գտնվող խողերի մասով, որում եւս որևէ հանցակցություն Սերժ Սարգսյանը չունի եւ գործընթացի ինքնին ժամանակի ընթացքում դա ցույց կտա եւ այս իրավիճակում որևէ գնահատելու բան իրավական տեսանկյունից այստեղ գոյություն չունի։ Դե գիտեք, գուցե հակակոռուպցիոն կոմիտեի համար հնչեղ է, երբ երկու նախագահ միաժամանակ գտնվում են իրենց կառույցում։ Շնորհակալություն, պարոն Աբրահամյան։ Մեզ դիտողներին հիշեցնեմ, որ իմ հյուրը Հայաստանի Հանրապետական Կուսակցության գործադիր մարմնի անդամ Տիգրան Աբրահամյանն էր։